Բարի երեկո, եթերում հերթական բողոքի նոտա հաղորդաշարի թողարկումն է եւ մեզ հետ այսօր կլինի երգահան, հնաբան Արմինե Հայրապետյանը եւ եթե կոչումները շատ նշերով լինի, երևի թե բավականին երկար մի ցանկ կլինի, այնպես որ դրանով սահմանափակվենք եւ ուզեմ, քանի որ գիտեմ հասարակական առումով ոչ пассив դիրքերում ես գտնվում Կուզեմ այսօր հնչեցնես այն բողոքի նոտան, որը քեզ համար շատ արդիական է եւ որին գտնում ես շատ կարեւորություն ես տալիս։ Համեցիր։ Բարև Վախթանգ ջան եւ բարև բոլոր ունկնդիրներին, ովքեր կդիտեն կամ կլսեն մեզ։ Ես ամենակարևոր թեմաներից մեկը, որ ինձ ընդհանրապես միշտ անհանգստացնում է եւ այսօր հատկապես կուզեի անդրադառնալ, Դա մի խնդիր է, որից թերևս կախված է մեր բոլորի ապագան եւ բարեկեցությունը ապագայում ամեն տեսակետից։ Թեման երեխաներն են ինձ համար եւ տարեց տարի իմ մեջ ավելի ու ավելի շատ է այդ թեման ավելի արդիական դառնում, կարծում եմ, որ վերջին առնվազն 1 տասնամյակում, եթե չասեմ նույնիսկ 2 տասնամյակում այդ թեման առավել Պասիվ վիճակում է գտնվում եւ առավել քիչ ուշադրության է արժանանում, դրա համար ես կուզեի խոսել երեխաների մասին եւ այն ամենը, ինչ կապված է երեխաների դաստիարակության եւ նրանց մարդ ձևավորելու, հասարակության լավ անդամ ձևավորելուն։ Որպեսզի հասկանալի լինի, թե կոնկրետ ինչ ի նկատի ունեմ, իհարկե հայ հասարակության մեջ կարծես թե տարօրինակ է հնչում այդ ոնց եղավ, որ հայերը այդքան երեխա սիրելով հանդերձ, երեխա պաշտ լինելով հանդերձ, ինչպես է, որ ինձ մոտ կա նման դիսոնանս, նման անըմբռնելիություն հասարակության մեջ տեղի ունեցող process-ների, ես կպարզաբանեմ, սկսենք նրանից, որ իմ պարզ գնահատականով, այն ամենը ինչ որ ես ասում, դրանք իմ սուբյեկտիվ գնահատականներն են, բայց կարծում եմ շատ մարդիկ կկիսեն ինձ հետ, ես այսօր խոսում եմ ոչ միայն իբրև մարդով հասարակական կոնկրետ դիրքորոշումներ ունի շատ հարցերի շուրջ, այլ նաև խոսելու եմ իբրև մայրիկ ուղղակի ծնող, որը ամեն օր ունի խնդիր երեխայի դաստիարակության հետ, իմ 2 տղաները արդեն այն փուլում են, երբ ես արդեն որոշակիորեն անցել եմ կոնկրետ շրջան, որի մասին այսօր կուզեի խոսել, ես ինքս եմ գտել լուծման բանալիները, բայց կուզեի, որ մարդու վրա միայն չմնան այդ լուծման բանալիները։ Եվ այսպես ձևակերպենք բողոքի նոտան Արմինե Հայրապետյանի։ Բողոքի նոտան երեխաներին հասանելի մանկական դաստիարակության համար ինֆորմացիոն դաշտը թերի է, եթե չասենք ընդհանրապես գոյություն չունի։ Եվ դրանում գտնում ես, որ պետության հոգացության բաց թողումներն են, հա? Այո, անպայման իհարկե կա եւ խնդիրը այդտեղ միաշերտ չէ, ես գտնում եմ, որ մենք գործ ունենք 3 հիմնական օղակների հետ, առաջին հերթին հենց մարդ անհատի, ծնողի, լինի մայր, թե լինի հայր, ընտանիքի իբրև այդպիսին, այսինքն ինձ համար այդ երևի թե տեղանում 3 մակարդակներում ինքը ծնողի իբրև անհատ երեխայի հետ աշխատող ընտանիքը, որ նույնպես երեխային շփիտի շրջապատի համապատասխան ամեն ինչով եւ բնականաբար հասարակությունը, որի կառավարող եւ հիմնական շարժիչ ուժը պետությունն է, այսինքն ինչ որ լծակներ ունի նաեւ պետությունը։ Հետեւաբար ես մեղավորություն դնում եմ բոլորի վրա այդ 3 օղակներից յուրաքանչյուրի։ Դե հիմա փորձենք առանձնացնելով անդրադառնանք, որովհետեւ ես կարծում եմ ցանկացած դեպքում ծնողի պարտականությունը այդ առումով շատ մեծ դերակատարում ունի եւ եթե մենք հիմա առանձնացնենք եւ խոսենք կառավարության, հա, գործառնությունների տիրույթը ինչով է նա մեղավոր եւ ամեր, չէ որ այնուամենայնիվ զավակը ապրում է մի միջավայրում, այդ միկրոմիջավայրի ձևավորման խնդիրը ունենք, որից եւ սնվում եւ ծնվում է այդ զավակը, որից հետո նոր հասարակության համար պիտանալի կամ ոչ պիտան լինելու խնդիրները պիտի դնենք։ Հիմա կառավարության կոնկրետ ինչ գործառնություն կա, որ բերի բաց լիներ, որ Արմինե Հայրապետյանին այդ առումով բողոքի նոտայի դրդեր։ Ես իհարկե կսկսեի հակառակ կողմից, բայց քանի որ հարցադրումը այդպես է անում, ես կարող եմ նաև սկսել հարցի ավելի գլոբալ տեսանկյունից անդրադառնալ։ Ինձ համար
Շատ բաներ, շատ հարցեր լուրջ անհասկանալի են եւ կարծում եմ, որ լինի, չգիտեմ, ինֆորմացիոն դաշտի պետությունը կարող է կառավարել մի շարք լծակներ, որոնց թվում է եւ կրթության նախարարություն, կրթության գիտության եւ մշակույթի նախարարությունը, եւ այդտեղ անելիքներ ունեն գրեթե բոլորը։ Ինչու՞մ է կայանում խնդիրը։ Ուրեմն ինձ համար առաջին հերթին եւ կարծում եմ շատ մարդկանց համար գոյություն ունի ինչպես զբաղեցնել երեխային։ Եկեք մի պահ մոռանանք կրթական ուսումնական հաստատությունները, լինի նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները կամ բուհերը, չենք բուհերին ընդհանրապես չենք անդրադառնում, նախադպրոցական հաստատություններ, այսինքն մանկապարտեզներ եւ դպրոցներ։ Ես այս պահին չեմ ուզում անդրադառնալ մանկապարտեզներին եւ դպրոցներին, որովհետեւ իրենք ունեն ծրագրված որոշակի պլան, որով առաջնորդվում են լավ կամ վատ, իհարկե շատ ավելի հաճախ թերի, այդ խնդիրը ինչ որ ձևով կարգավորվում է։ Ես հիմա չեմ խոսելու դպրոցների եւ կրթական հաստատություններում տրվող բանին, թեպետ դա էլ առանձին մի հաղորդման նյութ է, որին իսկապես սրտանց կանդրադառնայի, բայց իրոք կրթական հաստատություններին այս պահին չեմ ուզում անդրադառնալ։ Փոխարենը ուզում եմ անդրադառնալ այն միջոցառումներին, որոնք լրատվական չասենք, զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսությունների, ռադիոեթերների միջոցով երեխաների համար պիտի նյութեր լինեն, այսինքն ինձ համար ես տեսնում եմ, որ մանկական ծրագրերի, հիմա ասեմ, նախ եւ առաջ ես շատ մեծ լրջությամբ եմ հետևում բոլոր հեռուստաընկերությունների աշխատանքին, որովհետեւ եւ դա հետևում եմ այն պահից ի վեր, ինչ զավակ ունեմ, որովհետեւ ես իրենց համար պիտի համապատասխան նյութ ապահովեի հեռուստացույցով նայելու, որովհետեւ անկախ հիմա խոսեմ նաև ֆիլտրերի մասին։ Ֆիլտրերի հարցը ամենաբարդն է իրականում եւ ամենածանր խնդիրը։ Իրականում բոլորի համար էլ հասկանալի է, որ երեխային հնարավոր չի պահել իդեալականապես մեկուսացված միջավայրում եւ նրան ընդհանրապես զրկել հեռուստատեսությունից, որ նա ոչինչ չնայի։ Թեպետ դա կլիներ իդեալական տարբերակը, որ տանը լինեին տատիկներ կամ մայրիկը լիներ այնքան ապահովված ամեն ինչով, որ ամբողջ օրը զբաղվեր երեխայով եւ ոչ մի հեռուստացույց երեխան չնայր, խաղար իր խաղերը, լսեր իր հեքիաթները եւ քներ։ Չէ՞ որ գոյություն ունի նաև նմանատիպ ձևաչափի մեջ մեկուսացման մի հատ կարևոր եւ վտանգավոր նաև շեմ։ Երեխային նման ձևով կարող ենք մեկուսացնել այն չափի մեկուսացման տանենք, որ հետո որևէ տեսակի ադապտացման պրոցեսներ չլինի այդ հնարավորությունը։ Այո, այդ բոլոր խնդիրները հաշվի առնելով ծնողը ստիպված է կանգնել այդ քայլի առաջ, որ այնուամենայնիվ մենք հեռուստացույցը միացնում ենք երեխայի համար։ Եվ կան ինչ որ պահեր, թեկուզ լինի 15 րոպե, իդեալական է որ ինչքան քիչ այնքան լավ, բայց այնուամենայնիվ երեխան օրվա մեջ մեծ հսկայական ժամանակ անցկացնում է հեռուստացույցի առաջ, եթե ուրիշ բաներով զբաղված չի։ Իհարկե ես ինքս ինձ համար տարբեր եղանակներ եմ ամեն անգամ հորինում, ժամանակին փորձել եմ դրանք անել, իրենց ուրիշ բաներով զբաղեցնելու, որպեսզի հնարավորինս քիչ զբաղվեն հեռուստացույցով, բայց երբ հանգում ենք հեռուստացույցին այնուամենայնիվ, ինչ ունենք իրականում։ Մենք ունենք շատ քիչ հեռուստաընկերություններ, որոնք կոնկրետ ժամերի ունեն մանկական ծրագրեր, կոնկրետ հաղորդումներ։ Հատուկ են մատերիս վրա կարող եմ հաշվել, ընդ որում 5 մատս արդեն չափից շատ են դրա համար, որ կան որոշակիորեն հաջողված ծրագրեր եւ երկարակյաց ծրագրեր։ Ես ինքս եմ երեխա եղել, փայլուն հիշողություն ունեմ մանկական հիշողություններ, թե ինչքան շատ էին մանկական ծրագրերը տարբեր տարիքների համար նախատեսված, սկսած շատ փոքրիկներից, որոնց համար լրիվ խաղային այսպես բաներ կային, հետո նախադպրոցական տարիքի երեխաների, որոնց ընդհանրապես սովորեցնում էին ինչ-որ պարզ բաներ։ Հիմա կան հաղորդումների, այդ հին հաղորդումների շատ տխուր նմանակումներ, շատ ցավալիորեն տխուր նմանակումներ, այն դեպքում, երբ որ կար ինչ-որ Այբենարանի, լինի դա խորհրդային միության ռուսական ծրագրեր, թե հայկական ծրագրեր, հեքիաթն է կանչում եւ այլն, դրանք գոյություն ունեին եւ կային հստակ ժամեր։ Քանի որ եթերաժամը այնուամենայնիվ ունի որոշակի, սահմաններ եւ մենք այդպես ծավալվել չենք կարող, բուն նյութը հասկացա, բայց չէ որ հեռուստատեսությունները, բոլոր հեռուստատեսությունները միայն առանձնացնելով երկու հեռուստաընկերություն, մնացած բոլոր հեռուստաընկերությունները մասնավոր ընկերություններ են եւ նրանք առաջին հերթին հետապնդում են շահույթ։ Հետևաբար շահույթ հետապնդող կազմակերպության որևէ մեկը հնարավորություն չի կարող նրան թելադրել ինչ քաղաքականություն, հեռուստատեսային քաղաքականություն։ Շատ լավ հասկանում եմ, որ դա պետության միջնորդության եւ խրախուսման տիրույթ պիտի դառնա։ Միգուցե sense հիմա ինչ արտոնություններ տալու տիրույթ լինի, չգիտեմ։ Ընդհանրապես ասեմ, դա ընդհանրապես կառավարության նախարարության կամ մշակույթի նախարարության
ֆինանսավորմամբ ներկայացող հաղորդաշարեր լինեն եւ նման ինչ որ մրցույթների միջոցով ընդամենը ինչ հեռուստաալիքներ ձևավորեն նմանատիպ հեռուստահաղորդումներ եւ հեռարձակեն։ Այսինքն այդ առումով միգուցե կառավարության երկխնդիրը պիտի լինի նմանատիպ կրթական հաղորդումների համար առանձին գումարներ տրամադրել։ Մանկական զվարճալի ցանկացած այդ բնույթի թող երեխայի համար զվարճանքը նույն կրթության էլի հավասար մի բաժին է, եթե իհարկե թող մեխանիզմներ կարելի է տարբեր տարատեսակ հորինել, մտածել։ Այդտեղ հորինելու բան չկա իհարկե։ Բնականաբար կարելի է եւ զիջումներ ունենալ, ամբողջ բողոքի նոտան հենց դրանում էլ կայանում է, որ մենք ամեն ինչը հանգեցրել ենք շուկայական հարաբերությունների եւ շուկայական հարաբերությունների այսօրվա բոլոր այդ ֆինանսական պարտադրվող մեխանիզմների մեջ երեխան տուժում է բոլոր մակարդակներում, սկսած այն խաղալիքներից, որոնք վաճառվում են խանութներում, դրանց 90%-ը կարելի է ուղղակի աղբար թափել առանց արկղերը բացելու։ Չեմ խոսում որակի մասին, խոսում եմ նրանց բովանդակային էության մասին։ Վերջացրած այն պրոդուկտով, որը երեխան անշոշափելի ձևով ստանում է իբրև պրոդուկտ նորից, իբրև արտադրանք, ստանում է եւ դրանից ներազդվում է եւ դրանով բանան։ Դրան գումարած էլ ավելի լուրջ խնդիր կա։ Հիմա ֆիլտրերին երկու բառով անդրադառնամ, ինչ վերաբերում է ֆիլտրերին, ապա ծնողը այդտեղ արդեն չգիտեմ, ունի 2 ականջ, պետք է փոխարինի եւս 12-ը, որպեսզի ուշադիր լինի, թե յուրաքանչյուր պահին գովազդային հոլովակ մտնող դետալի մեջ որքան չափաբաժին կա երեխայի համար թույլատրելի։ Բանն այն է, որ այնքան անկառավարելի է դարձել, այնքան է դարձել այդ դաշտը ֆինանսով թելադրվող, որ անգամ գովազդների մեջ ցերեկային ժամերին կարող է երեխայի համար բոլորովին ոչ հարիր նյութ լինի, բոլոր իմաստներով ոչ հարիր, այսինքն ոչ միայն որ դա երեխայի համար դեռ վաղ է, այլ ընդհանրապես չափահաս մարդու համար լսելու, նույնիսկ չափահաս մարդուն կարող է շոկի մեջ դնել։ Լինեն դրանք գովազդներ, լինեն հեռուստանյութեր։ Ժամանակին կար նմանատիպ մի խնդիր, ասում էին, չէ՞ որ գրաքննությամբ մենք կարող ենք բերել հասնել նրան, որ տոտալիտարիզմը առկա լինի ամեն ինչում եւ այդ կարծում եմ նմանատիպ ազդեցություններից խույս տալու համար որոշեցին, որ ազատությունը այնուամենայնիվ ավելի նախընտրելի է, բայց ցավը իհարկե կիսում եմ եւ շատ լավ հասկանում եմ, որ գրաքննությունը ճիշտ չափաբաժնով գրաքննությունը շատ կարևոր է առավել եւս այն տիրույթներում, որտեղ մենք գործ ունենք փխրուն մանկական հոգու հետ։ Ցանկացած դեպքում խոսքի ազատությունը նույնպես վերաբերում է ցանկացած տիպի ազատության, որը կարելի է ձևակերպել հետեւյալ կերպ. Քո ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ անհատական արդեն ազատությունը եւ ազդեցությունը այդ ազատության։ Հիմա այդ ազատության վատ հետևանքները եւ սարսափելի հետևանքները մենք ամենօր ենք։ Չես ուզում հեռուստալիքդ փոխիր այդքան եւ վերջ։ Այսինքն մասնավոր հեռուստալիքները նմանատիպ հնարավորություն ալտերնատիվ չունենք, հեռուստացույց չունենք։ Ես կարծում եմ, որ դա խթան որպես այդպեսին եւ փակողի կտանի նմանատիպ լուծումները։ Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, եթե գոյություն ունեն որոշակի գումարներ, որոնք խթանում են այս կամ այն պրոդուկտի ի հայտ գալուն, որը ահաբեկում է մեր մանկական միտքը եւ փչացնում է այն, միգուցե պետք է պարզապես ստեղծել հակակշիռ նմանատիպ գումարներով եւ ձևավորել այն միջավայրը եւ այն պրոդուկտները, որոնք ճիշտ հակառակ կկատարեն եւ այդ դաստիարակության այդ բաժինը կապահովեն։ Ժամանակին կար միջև միտքդ շարունակի, ժամանակին կար հայրենիք հեռուստալիք, մենք որս գիտենք, ես իմ զավակներին հանգիստ թողնում էի։ Ես էլ էի շատ հանգիստ թողնում ու շատ ցավում եմ հեռուստալիքի առջև եւ դրանով ավարտվում էր այդ ամենը, բայց այսօր իհարկե այդ ֆիլտրերի կարիքը ոչ միայն տվյալ հեռուստատեսային ոլորտում է, առհասարակ ցանկացած միջավայր, որտեղ մենք մեր երեխաներին տանում ենք, մենք խնդիր ունենք ինչ որ չափով պաշտպանել նրանց կերպը այլ ազդակներից, որոնք մեզ համար ընդունելի չեն։ Հիմա արդեն քիչ առ քիչ մոտենում ենք այն երկրորդ եւ երրորդ շերտերին, Վախթանգ ջան, որոնք ես ասում եմ հավասարապես են մեղավոր եւ հավասարապես են պատասխանատու։ Բայց ես կուզեի նաեւ
առավել բարձր մակարդակում կառավարվող, այսպես ասենք, ուղղությունների մեջ, որպեսզի մեր ավագ ընկերները, նրանք, ովքեր ունեն հնարավորին լծակներ, հաշվի առնեին ոչ միայն հեռուստատեսությունը, դա ընդհանրապես վերջում իբրև արդյունք ենք մենք տեսնում, բայց դրանք ծնող պատճառներ կան եւ դրանք շարունակող պատճառահետևանքային այսպիսի մի շղթա կա, որը ավելի խորը ակունքներ ունի։ Կրթական հաստատություններում մանկավարժության դասընթացները եւ այլն իրենք պիտի ներառեն արդեն, այսինքն ընդհանուր հասարակության զարգացման մեջ սկսած դպրոցի արդեն բարձր դասարաններից կամ չգիտեմ նրանց ովքեր որ պիտի երբևէ առնչություն ունենան մանկավարժության հետ, մանկական բժշկության հետ եւ այլն, պիտի լինեն այդ ուղղությունները ծրագրային ձևով պարտադրված, որ դրանք անպայման առաջնահերթ դիտարկվեն։ Իմ կարծիքն է դա, որ ցանկալի կլիներ իհարկե, որ մենք հասնեինք այն աստիճանի, որ այդ բոլոր մեխանիզմները սովորական դառնային, ոչ թե մենք իբրև բողոքի նոտա հնչեցնեինք այս կամ այն հաղորդման դեմ, այլ որ ընդհանուր ծրագիր լիներ եւ ընդհանուր գիծ լիներ ուղղության ուղղված, որը կհանգեցներ, այո, որը կհանգեցներ դա հենց իմ բողոքի նոտայի բուն նպատակն էր։ Իսկ հիմա անդրադառնանք արդեն մյուս բաժիններին, ինչպես ուրախություն մեր ռադիո լսողի մենք այն ռադիոկայանում ենք գտնվում, որը այդ հարցը բավականին շատ հաճախ է բարձրաձայնում ազգային կերպի, ազգային գաղափարախոսության եւ առհասարակ այն երևույթներին, որոնք մեզ որպես տեսակ, էթնիկ տեսակ պահպանելու խնդիր ունեն։ Իհարկե այն ամենի մասին, ինչի մասին դու խոսեցիր, հիմնականում այդ նյութը գոյանում է հենց այն պատճառով, որ նրանք ովքեր որևէ տեսակի լծակներից պիտի ղեկավարեն կամ կազմակերպեն մեր նման ստրատեգիական խնդիրները նրանք սնվում են այն աղբյուրներից, որոնք նմանատիպ կերպի չեն ֆինանսավորում, հետևաբար եւ չֆինանսավորելու արդյունքում ձևավորում են պահանջը եւ այն պահանջարկը, որով եւ առաջնորդվում են։ Ցավոք սրտի պետության եւ առհասարակ ազգի համար շատ կարեւորագույն, այսպես ասած, եւ հիմնական կարմիր գիծը դա պիտի լինի այն սերունդ հետևից բերող սերունդի կրթելու, իր կերպը փոխանցելու եւ այլն։ Դե տարիների ընթացքում միգուցե անկախության 21-ին 20 եւ այլ ամյակի ընթացքում, այո։ Ես կուզեի մի բան էլ անդրադառնալ, որ խնդիրը միայն մուլտֆիլմերը չեն, միայն հաղորդումները չեն, միայն, չգիտեմ, գիտահանրամատչելի բաները չեն, այդ բոլորի համընդհանրությունն է եւ նաեւ մի շատ կարեւոր բան, որ մենք կորցրել ենք, կորցնում ենք, գրեթե կորցրել ենք ընդհանրապես։ Գոյություն ունեն այդ հետազոտությունները, այդ նյութերը կան, պահպանված են, դրանք դեռ կարելի է գտնել, անգամ կան մարդիկ, ովքեր դեռ հիշում են։ Խոսքը ազգային խաղերի, տարբեր տեսակի մանկական խաղերի մասին է, որոնց այսպես բաներ ես դեռ հիշում եմ, իմ տատիկները, ծնողները ասում են։ Շատ լավ, որ այդ ամենի մասին ասում ես, այնուամենայնիվ մենք խոսում ենք մեր երեխաների եւ ոչ թե մեր մասին, որովհետեւ մեր ժամանակաշրջանում գոյություն չուներ համացանց, մեր ժամանակաշրջանում ինֆորմացիոն նմանատիպ մեծ խտությամբ հոսք գոյություն չուներ եւ մենք հիմա կանգնած ենք մի այլ խնդրի առջեւ ինչքանով կարող է հետաքրքիր լինել այն ինչ որ մեր երեխայի համար այո ինչ որ մեզ է հետաքրքիր իրենց հետաքրքիր որովհետեւ մենք ունենք շատ ավելի նեղ ինֆորմացիոն ֆիլտրված մեծագույն հարգանքով եւ սիրով հակադրվելով քեզ ասեմ որ օրինակ մենք ունեինք խաղեր որ խաղում էինք իմ տղաներն էլ են հաճույքով խաղում այդ խաղերը նայեք էշմիլիցա բայց խաղում օրինակ գոմփթիս գիտես կամ չգիտեմ մամի կրակ տամ մատիկներով խաղեր էին ինքան եւ ոչ միայն ես եմ խաղում սովորեցրեք 6-ից 7 տարեկան 8 տարեկան երեխաներին ու դուք կզարմանաք որ այդ երեխան համացանցին չի էլ նայ ուղղակի այդ երեխան կսկսի խաղալ այդ մամի կրակ տամը կամ գոմփթիզը կամ չգիտեմ ցապկերի խաղեր կան, նստելու փոքրիկ առանձին խաղեր կան, եւ իրենք հավատացեք շատ հետաքրքիր է։ Արմինեն ոչ միայն ոգևորվեց, Արմինեն ոցավառվեց։ Հավատացեք, այն կալ միտքը, այն վախը, որ ձեր մեջ էս պահին կա, որ արդյոք նրանց դա կհետաքրքրի։ Ես փորձել եմ բազմիցս, ես խոսում եմ ոչ թե վերացական երևույթների մասին եւ ոչ միայն իմ սեփական երեխաների օրինակի մասին։ Փառք Աստծո, ես ունեմ երեխաների աշխատելու հսկայական փորձ եւ ճոկատավար եմ աշխատել եւ ուսուցիչ եմ աշխատել եւ այդ հսկայական փորձը տարբեր տարիքի խմբերի երեխաների հետ եւ աղջիկների եւ տղաների իրոք ցույց է տալիս, որ նման խաղերը իրենք շատ կենսունակ են, երկարակյաց են։ Մի խոսքով հիմա ձևակերպենք եւ նոր անցնենք առաջ, եթե մենք ցանկանում ենք դասիրակչական ինչ որ մի տարր ավելացնենք, ուրեմն պիտի ավելացնենք սա փոխարեն ինչ որ մի բանի։ Այո։ Չէ՞։
ճիշտ եմ հանգուցալուծումը տալիս, այսինքն մենք երեխաներին խաղ իսկական խաղին պիտի դարձնենք մասնակից, որ այլ տեսակի խաղերից նրանք ձերբազատենք։ Այսինքն եթե ծնողը, ես ուզում եմ մի քիչ նաև այն որ ասում ենք պետության հոգացության տիրույթն է եւ այլ, այնուամենայնիվ շատ լավ հասկանում ենք, որ ծնողի բաժինը շատ ավելի մեծ է։ Դե գալիս են քիչ-քիչ ընտանիք եւ ծնող։ Եթե մենք ընտանիքը կոնկրետ փոխանցի այդ ժամանակահատվածը եւ իր ուշադրության հիմնական ծավալը կարողանա այդ համակարգչից մի քիչ առանձնացնելով մի քիչ իր ներքին աշխատանքը, իր ընտանեկան աշխատանքը կատարի որպես ծնող, միգուցե դրա պակասը մի քիչ կպակասի։ Ես իհարկե նաև հակադարձելով ինքս ինձ ասեմ, որ դրա համար գոյություն ունի իհարկե եւ պետական ծրագիր, եւ կրթական ծրագիր պիտի լինի, պիտի տարի մեկ կրթական ծրագիրը չփոխվի, նաև դասագրքերը չփոխվեն, ինչը շատ հաճախ մենք տեսնում ենք դպրոցներում տեղի են ունենում, ինչ-ինչ ֆինանսավորվող, որ հետո 1001 սխալ են գտնում, նույնիսկ մեծահասակ լինելով հարցադրումը կարդալուց հասկանում ես, դու չես հասկանում ինչի մասին են իրենք, այս երեխային ուզում բացատրեն, հետեւաբար երեխան երբեք չի հասկանալու։ Եվ միգուցե այդ ամեն ինչը sense տարբեր փոքրիկ փոչուկներ են, որոնք իրար հետ միասին տալիս են այն խնդիրը, որ մենք ունենք։ Այդ կարմիր գիծն է, որը պիտի վարի ղեկավարը, որը պիտի տանի առաջնորդի եւ լինի, այսինքն լինեն այդ ամեն ինչը չմնան թղթերի վրա, գրքերի մեջ կամ տատիկների հիշողություններում ընդհանրապես։ Այսօր երիտասարդությունը, ես հիմա ուզում եմ գալ անդրադառնալ դրան, ընտանիք եւ ծնող։ Ես ուզում եմ իջև ընտանիք եւ ծնող, մենք փոքրիկ երաժշտական դադար ունենանք, որովհետեւ մենք ռադիո եթերում ենք եւ չի կարելի անընդհատ միայն Դե Քանի որ ես բողոքի նոտայով սկսեցի եւ լիրիկան հետո է սպասվելու, հիմա մի հատ բողոքային երգ երգեմ, հետո նոր կերգեմ արդեն լիրիկականը։ Ես ծնվել եմ 3 եւ ապրել եմ արդեն մի ամբողջ գիշեր, մի ամբողջ ցերեկ։ Ես ծնվել եմ ճիչով, բժշկի ապտակով, ուժերի լարումով, ու աղի արցունքով ու սարսափած աշխարհի խավարի ծեհ Ես անծանոթ խուզարկու աչքերից փախել Դարագիր եմ դարել Ես ծնվել եմ 3 Եվ ապրել եմ երկար մի ամբողջ գիշեր, մի ամբողջ ցերեկ Ես տեսել եմ աչքով շոշափել արթունի Զարկերակարույն երկրային կյանքի Ուր ընկածին կրկնակի հարվածում ամա Եվ տկարինը խնաթալանում ամա Ուր օրենքներ կան Իսկ ուտու խավան Մարմին է հաստ հոգին տկար Մի հոտիկնիկն է Չապում ձևում են չամպաները մեջ Ես ծնվել եմ 3 Եվ ապրել եմ մենակ մի ամբողջ գիշեր, մի ամբողջ ցերեկ Մոլորվել եմ անհուս ու սպասել եմ բախվան ու քայլել մինչև լույս առավոտը գարնան ու կտուրից երկող կատվի նման վարարանում վարվող կրակ վարման ոնց եմ երազել իսկ ուտու խավան Մարմինը հաստ հոգին տկար Մի խոտիկնիկն է Կարավարում են ուր կյանքերը մեջ Իսկ ուտու խավար Մի խոտիկնիկն է Կարելի է դες հաղորդումը հենց այսպես էլ ավարտել
Բայց քանի որ մենք դեռ խոսելու բաներ ունենք, այո, ակնկալում եմ դեռևս շարունակություն զրույցի, չես կարծում արդյոք, որ հենց մաքուր լեզուն փոխանցելը, լեզվամտածելակերպ ձևավորելը դաստիարակության համար բավականին մեծ ու կարևոր հենք կարող են ծառայել, հետագայում նրանից արդեն ակնկալելով շատ ավելի։ Կարծում եմ, ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ եւ ամեն օր պայքարում եմ դրա համար։ Զարմանալի մի բան է տեղի ունենում իմ ներսում։ Որքան ավելի շատ, այնքան ավելի այդ ներքին պայքարը ավելի ամրանում է իմ մեջ եւ այնքան համոզմունքս դառնում է ավելի կարծր։ Բանն այն է, որ մենք գիտենք ինչ ասել է միջավայր։ Երբ դու տալիս ես քոնը, քո կարծիքով, քո դաստիարակությունը, այն ինչ որ դու ես ստացել քո ծնողից փոխանցում ես քո երեխային, բայց գոյություն ունի մի ընդհանուր միջավայր, որտեղ այդ երեխան պիտի շփվի ընդհանուր բոլորի հետ եւ ինքը միևնույն է պիտի վերցնի այդ միջավայրից այն ինչ որ գոյություն ունի ընդհանրապես ատմոսֆերայում, ընդհանրապես մթնոլորտում։ Եվ ես ստիպված եմ ամեն օր այդ ֆիլտրերը, որոնց մասին մենք խոսում էինք քիչ առաջ, գործածել անգամ ամեն օր խոսքի մեջ երեխաներիս հետ խոսելու ժամանակ, հետևել սեփական խոսքից, հետևել իրենց խոսքին, որովհետև հայերեն լեզուն աղճատվել է այսօր այն աստիճան, որ հայտնվել են գոյություն չունեցող բայեր, հայտնվել են հոլովման գոյություն չունեցող եղանակներ։ Չգիտեմ, ինչ անհեթեթ հայերենին անհարիր երևույթ ասես, հայերենում հայտնվել է եւ հայրենացվել է հայերեն բառերով, այսպես ճակերտավոր ասած հայրենացվել է։ Խոսում են հայերեն, թվում է հայերեն բառերով, ել չեմ խոսում օտարամուտ բառերի մասին։ Երբեմն մենք կարող ենք օտար բառը օգտագործել համարժեք փոխառությունը չօգտագործելու համար կամ չունենալու պարագայում, բայց խոսքը այդ փոխառությունների մասին չի, այլ այն բառերի մասին են, որոնք ուղղակի հայերենն է աղճատվել։ Ասում եմ տղաներ ջան, այս բառը հայերեն այսպես է նշանակում եւ շատ լավ օգտագործվող բառ է, բայց երեխան անընդհատ շրջապատում են լսում, որ բնականաբար միջավայրում ես ինքս եմ հասկանում, որ երեխան չի կարող սպիտակագրավի նման լինել եւ խոսել ինչ որ տարօրինակ տիեզերական հայերենով, որը ոչ ոք արդեն չի հասկանում, խոսքը դրա մասին չի վախենան։ Այսինքն ցանկացած դեպքում, եթե լեզվամտածելակերպը փոխանցելու ընթացքում լեզուն հարստանալ, չէ՞ որ մենք գիտենք նաեւ լեզուն հարստանալու եւ կենթանի օրգանիզմ է եւ խնդիր ունի նաեւ այդ յուրացնելով նմանատիպ այլ լեզուներից ինչ բառեր ինքը ունիվերսալ է դառնում, չէ՞։ Այո, ներառում է մեջ շատ ու շատ բաներ, բայց դրանք բայց պիտի իհարկե չհակասի այն ոգուն, լեզվի ոգուն, որի մասին շատ հաճախ մենք խոսում ենք հիմա։ Իհարկե բողոքի նոտան մենք չավարտեցինք եւ մի մաս կարևոր մնաց, ես կուզեմ որ ամփոփիչ մի մաս լինի։ Այո, ես կուզեի քանի որ մենք խոսեցինք, որ երեխայի դաստիարակությունը եւ ընդհանրապես երեխայի այդ բացերը լրացնելու ամենալավ մեթոդը կլիներ ռազմավարություն, պետական ռազմավարություն ունենալը եւ որի մեջ ինտեգրված կլինեին արդեն ոչ միայն ծնողները, այլ նաեւ ողջ հասարակությունը եւ գիտակից հասարակության շնորհիվ միգուցե եւ կանդրադառնային երևույթները միգուցե ուրիշ ընթացք կունենային, մենք չենք լսի թուրքամետ երաժշտություն ամենուր, որը ուղղակիորեն էլի ներգործություն է երեխայի վրա եւ այլն, կուզեմ ըստ քեզ որն է հանգուցալուծումը, ինչ ձևակերպում կարող ես տալ, որի ներսում, որովհետև մի քիչ առաջ ընկնելով, այնուամենայնիվ ես իզուր չէի հարցադրում անում հայեցի խոսքի, որովհետև կարծում եմ, որ հանգուցալուծումներից մեկը ուշադրություն դարձնել սեփական խոսքին եւ առավել եւս հասարակական միջավայրում ներկայացված խոսքին, որը կարող է օրինակ ծառայել եւ նմանատիպ ձևաչափով միջավայրը ինչ կերպ այնուամենայնիվ հնարավոր է պահպանել այո, մի փոքր ավելի ընդհանրանալով եւ ավելի վեր բարձրանալով բուն բողոքի նոտայի հենց միայն բուն հարցադրումից, որտեղ այս պահին խոսքը գնում էր միայն փոքր մանկահասակ երեխաներին, բայց իրականում այդ երեխաները ընդհանրապես մի
քանի տարի կարճ տարիներ անց նրանք մեծանում են եւ դառնում են հասարակության արդեն լիերավ անդամներ, այսինքն մենք ունենք շարունակական ու անընդհատական process։ Ես հիմա մի փոքր ընդհանրացնելով կասեմ, որ իրականում մենք գործ ունենք այսօր ժամանակների շատ կարևոր մի փուլում ենք գտնվում եւ ընդհանրապես յուրաքանչյուր մարդ պիտի գիտակցի, որ իր ապրելու ժամանակաշրջանը նույնպես նույնքան կարևոր է, այսինքն չկա մի բան, որ մենք անում ենք հենց այնպես։ Լավ կլիներ իհարկե, որ չգիտեմ, բոլորը խոսում են եւ դասախոսները եւ իմ գործընկերները, ուսուցիչները եւ այլն, որ հիմա քիչ են կարդում, որ ընթերցանությունը ընդհանրապես հետ է մղվել։ Իհարկե ցանկալի է, որ սկզբից հենց ամեն անհատ ինքը եւ եթե բաց է թողել դա, ապա փորձի վերականգնել, վերսկսել եւ իր երեխային նույնպես սերմանել սերը ընթերցանության գրքի նկատմամբ ոչ միայն ընթերցանություն Facebook-ում կամ սոց որևէ ցանցում գրված որևէ անիմաստ հոդվածի, այլ հետաքրքիր գրվածքներ կամ պատմվածքներ կան, դրանք ինչքան հնանում են միևնույն է այնքան ավելի թանկ են դառնում, այնքան ավելի հետաքրքիր ու ուսանելի են դառնում։ Մենք չենք կարդում առաջին հերթին։ Ես ինձ ասելով ինձ ի նկատի չունեմ միայն կամ մենք ասելով ի նկատի չունեմ որևէ մեկին կոնկրետ, մենք ես ինձ էլ եմ միացնում այդ բանակին, թեպետ հնարավորինս շատ եմ կարդում, բայց ընդհանուր առմամբ մենք չենք կարդում, մենք չենք վերընթերցում որոշ բաներ, մենք մեր երեխաների համար զլանում ենք կարդալ, մեզ համար, թեպետ իհարկե ես ինքս կատեգորիկ կերպով չեմ դիտում այդ, ոչ միայն հեռուստատեսություն ընդհանրապես չեմ դիտում, բայց շատ ու շատ ընտանիքներում դարձել են կուռքեր բոլոր սերիալային հերոսները, դարձել են կուռքեր ամենաանհեթեթ հաղորդումներ, բնական է ես հասկանում եմ պիտի լինեն զվարճալի ուղղակի այսպես թեթև ջրի նման անցնող հաղորդումներ, որտեղ պիտի լինի եւ հումոր, եւ ինչ որ բաներ, այդ ամեն ինչը անհրաժեշտ է, այնպես չի որ լիարժեք հերքում եմ, բայց պետք է կարողանալ պատառիկներով դրանք ստանալու հետ մեկտեղ, այսինքն ինչ որ մի փոքրիկ այսպես ընդմիջում անելու հետ մեկտեղ, գտնել ժամանակ սեփական երեխայի համար հեքիաթ կարդալու ամեն անգամ նոր հեքիաթ, գնդիկ բոքոնիկ արդեն վաղուց մաշվել է, բազմաթիվ ուրիշ հեքիաթներ կան, մեր երեխաները չգիտեն այդ հեքիաթները։ Համաշխարհային գրականություն գոյություն ունի, հոյակապ կերպով հայերեն թարգմանված, ընտիր կերպով հայերեն թարգմանված։ Երբ որ սկսեն կարդալ ծնողները եւ կարդան իրենց երեխաների համար, երեխայի համար խորտ չի լինի, անծանոթ չի լինի լեզուն։ Երեխան դպրոց գալով դժվարություն չի ունենա գիրք կարդալու։ Իմ երեխայի առաջին խաղալիքը եղել է գիրքը։ Եվ ինքը երբևէ չի պատրել գիրքը։ Դրանք հիմա Փառք Աստծո կան այդպիսի գրքեր, որոնք չեն պատրվում, լվացվում են ամեն կերպ, եթե նույնիսկ երեխան ծամի կամ գցի դա լվացքի մեքենայի մեջ, միևնույն է այդ գիրքը, բայց երեխան գիտի, որ դա գիրք է, թեպետ ինքը խաղալիքի տեսք ունի։ Ծնողներն էլ պիտի, այսինքն յուրաքանչյուր օղակ իմ շեշտած 3 օղակներից, 3 շերտերից, որոնք ձևավորում են եւ շրջապատում են երեխային եւ հետագայում հասարակության լիարժեք անդամին, ամեն մեկը իր տեղում պիտի պատասխանատվության իր բաժինը լիարժեքորեն գիտակցի։ Ոչ ոք, այսինքն անհատը չպիտի հույսը դնի, որ լավ մաման, պապան, տատիկ, պապիկը կանեն դա, եւ ընտանիքն էլ չպիտի հույսը դնի, ասի լավ պետությունը կանի դա։ Բայց միևնույն ժամանակ հակառակ ձևով նույնպես չպետք է լինի, պետությունը չասի դե դա ընտանիքի գործառույթն է եւ ընտանիքը չասի դե դա իր մոր գործառույթն է։ Ամեն մեկը իր տեղում պիտի պատասխանատու լինի։ Հակառակ դեպքում մենք անընդհատ գործ ենք ունենալու համատարած խավարի հետ, որի հետ մենք հիմա գործ ունենք։ Մենք ինչքան էլ որ այս ինֆորմացիայի հսկայական դարաշրջանը կա, մենք իրականում չգիտենք համամարտկային արժեքների մասին ոչինչ, չգիտենք սեփական անձի, մարդ անհատի մասին ոչինչ, բացարձակ ոչ մի գաղափար չկա, ցանկացած մեկին խոսեցրեք, արդեն բողոքից նոտան վերածվում է ուրիշ բողոքի նոտայի։ Չեմ ուզում դրան անդրադառնալ, փոխարենը երևի թե կներկեմ։ Ես ուզեմ որ միշտ ցանկացած հաղորդում ուզեմ լուսավոր մի կետով ավարտենք։ Ինձ համար շատ կարևոր է որ ցանկացած զրույց հանգուցալուծված լինի, թեպետ ես գիտեմ որ միևնույն է մեր բողոքները ինչքան էլ երկխոսության ֆորմատում լինեն, միևնույնը դա մենախոսություններ են, բայց այդ մենախոսությունները կոնկրետ նրանց համար են, ովքեր մեզ լսում են եւ ով քիչ թե շատ հասկանում է իր բացը, գտնի այդ բացը։ Իմ հորդորներից մեկը կլիներ այն ազգային կոչված գեր նախարարությունների եւ գեր կենտրոնների համատեղ ուժերով վերլուծել եւ գտնել այն, ինչը կկոչվի ազգային ծրագիր։ Այն ինչը կարելի է ես ավելի քան համոզված եմ որ մենք ունենք հրաշալի մշակույթ եւ միակ խնդիրը որ մեր իշխանությունը կամ կառավարությունը ունի այդ գործառույթների մեջ այդ մշակույթը
վերցնի, խթանի, որ այդ մշակույթը արկա լինի մեր իրականության մեջ եւ շնորհիվ այդ խրախուսման ինչ ձևաչափերում դա կլինի ֆինանսավորումներ, թե համերգների կազմակերպումը կոնկրետ նրանց եւ այլն, թե կրթական համակարգում ներգործել մտցնելով նմանատիպ ծրագրեր, որ այդ երկերն ու այդ բարից տեսակը լինի մեր դպրոցներում, պարեն այն պարերը, որոնք համարում ենք թողաղան եւ այլն եւ կարծում եմ նման մեթոդներով մենք կարողանանք վերադարձնենք նրանցում, որ պիտի վերադարձնենք եւ չգիտեմ ինչքանով հանգուցալուծված է, ինչքանով մոտ ենք այն ճշմարտությանը, բայց ինչպես եւ անհատը, այնպես եւ ընտանիքը, այնպես եւ հասարակության ամեն մի փոքրիկ բջիջ, նաեւ այդ օղակները բոլորը իր այդ համագործակցելու կարիք ունեն։ Միակ խնդիրը այդ համագործակցության մեջ, որ դա քաոտիկ բնույթ չկրելու համար դրան ուղղորդումներ են պետք, ինչին միտված է երևի թե իշխանությունը, ինչին պիտի միտված լինի ազգային պատկեր ունեցող եւ կերպ ունեցող ղեկավարը եւ այլն եւ այլն։ Ես կուզեի մեկ փոքրիկ նախադասությամբ ամփոփել քո միտքը, ես ինքս էլ էի ուզում հորդոր բառը օգտագործել, որտեղ իսկապես բողոքը ի վերջո հենց այնպես ձայն բարբառով հանապատի չպիտի լինի, այլ այս ամենը ունի նպատակ իրոք հորդորելու այն մարդուն, ով կլսի այս պահին, նրան էլ հորդորելու, որ ինքն էլ հորդորի իր երիտասարդներին, ովքեր կան շրջապատում, առաջին հերթին երիտասարդներին, ովքեր վաղը ծնող են դառնալու, որպեսզի շատ քաջ գիտակցեն ինչ պիտի անեն եւ կուզեի հորդորել նաեւ մեր ղեկավարներին, բոլորին, ցանկացած ղեկավար, լինի դպրոցի տնօրեն, լինի ուսուցիչ, լինի մեկ ով ավելի վերևում կառավարում է եւ ուղղորդում է, որպեսզի եկեք մի փոքրիկ ընդհանրապես փոքրիկ կերպով акցենտը փոխենք, այդ շեշտադրումը փոխենք, երեխային բերենք կենտրոն, իբրև հասարակության լիարժեք անդամի, իբրև ապագա արժանի քաղաքացու, երբ որ մենք ուզում ենք ստեղծել քաղաքացիական հասարակություն, երբ որ մենք ուզում ենք տեսնել արժանի քաղաքացիներ, մենք պիտի կերտենք նրանց, պետք է կերտենք ամեն օր այդ երեխաները մեծանում են, վաղը քաղաքացիներ են, այսօր այդ քաղաքացուն եկեք կերտենք, այնց այդ կարմիր կետը մեծ օջախ դնելով կենտրոնում, լավ։ Եթերում բողոքի նոտաներ եւ լավատեսությամբ ավարտում ենք երգով եւ կուզեմ այն մաքուր հայերենը, որ Արմինե Հայրապետյանը ներկայացնում էր, շատերի համար լինի օրինակելի եւ հարգելիներս, այսօր հնչեց մի քանի կարևոր բանաձև, կարծում եմ դուք եթե ուշադիր լսեցիք, գտաք նաեւ այն հանգուցալուծումները, որոնք կօգնեն մեզ այդ բողոքի նոտան հաջորդիվ չհնչի։ Իմ փոքրիկ արե մի հարցրու ինչու աշխարհ է աշխարհ կանցնենք ես ու դու մի հարցրու ինչու վաղայ գաբացի կանենք ճամփա մեր նավակահի ինքս էլ չգիտեմ 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 իմ փոքրիկ աշխարհ այս երկիրն արար փոքր է ինձ թվում իմ սիրո համար ախ քեզ ուր տանեմ ուր չկա թախից եւ անհույս կարոտ սիրելու ցավից ինքս էլ չգիտեմ 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 Վերջ, կհանդիպենք, երբ կհանդիպենք